Մենք սկաուտները, մեր արարես խմբի սկաուտները եղավ տասնյակ տարիներ արդեն կազմակերպում են ծաղկահավաք ծրագիրը։ Մամորական ծրագիրն ամենամեծ վերամշակման եւ ամենամեծ էկո ծրագիրն է, որը միաժամանակ կատարվում է Երևանում կամ Հայաստանում։ Մասնակցում է 3-ից 4,000 մասնագետ ամբողջ օրվա ընթացքում եւ այդ ծաղիկները ամբողջ ընդեղ փրվում է, չորացվում է։ Վերջում մասնագետները դանում են եւ մենք էլ իրենց օգնում ենք ու այդ թղթիկներ ենք սարքում, թերթ ենք ստանում եւ այդ բացիկներ ավելի ճիշտ, բացիկների վրա գրվում են նամակներ։ Նամակները ուղղորդում ենք աշխարհի բոլոր երկրներին։ Ասում ենք, եթե ցեղասպանությունն ընդունել է, ասում ենք շնորհակալություն, որ ընդունել եք, իսկ ով որ չի ընդունել, իրանց ասում ենք, որ դեղեկացնում ենք ցեղասպանության մասին եւ խնդրում ենք, որ ճանաչեն ցեղասպանությունը եւ նաեւ ստանում ենք մոմեր ենք սարքում։ Ինչ որ հարգալից բան կարանք ստանանք, ստանում ենք եւ միշտ նոր մտքերի բաց են։ Եթե մեկը մտքեր ունի, մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու։ Արդեն 15 տարի Արալես բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպվում է ծաղկահավաք։ Նախաձեռնության հեղինակների նպատակը ողբած ծաղիկներին երկրորդ կյանք տալն է։ Ծաղկահավաքը իր մեջ խորհուրդ ունի բնապահպանական միջոցառում լինելուց զատ այն նաև ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու յուրօրինակ հարգանքի արտահայտման ձև է։ Հիշատակին զետեղված ծաղիկներն այս կերպ նոր կյանք ու նոր շունչ են ստանում։ Անմար կրակի մոտ կուտակված ծաղիկները խնամքով հավաքվում են, այնուհետև առանձնացվում են դրանց թերթիկները, որոնք չորացնում են եւ օգտագործում թղթի արտադրության ու մոմերի պատրաստման մեջ։ Կազմակերպության ղեկավար Սարոթ Թաքյոսը ասում է, որ ծաղկաթերթերից ստացված թղթերի վրա նամակներ են գրում տարբեր երկրների ղեկավարներին։ Նրանց, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը, շնորհակալություն են հայտնում, իսկ նրանց, ովքեր տարբեր պատճառներով անտարբեր են Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված եղերնին, այդ թղթերի վրա մանրամասն նկարագրվում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Հատկանշական է, որ այս տարի մասնակիցները ծաղիկների թերթիկները ոչ թե պարզապես փռել էին չորացնելու համար, այլև այդ թերթիկներից պատրաստել էին գորգ, անմոռուկի տեսքով, որի կենտրոնում նշված էր ցեղասպանության տարելիցի թիվը 110։ Ծաղկահավաքի արդյունավետ կազմակերպման համար ամեն տարի Արալեզին են միանում բազմաթիվ դպրոցականներ ու ուսանողներ։ Հենք համազգային բարեգործական հիմնադրամն այս տարի եւս անմասն չմնաց ծաղկահավաքին մասնակցելու աշխատանքներից։ Հենքի ուսանողներն ու դասախոսները տնօրեն Լիլիթ Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ միջոցառման մաս կազմեցին։ Մինչ ծաղկահավաքի աշխատանքներին միանալը վերջիններս յուրովի մոտեցմամբ մատուցեցին իրենց հարգանքի տուրքը Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ուսանողները Ծիծեռնակաբերդ բարձրացան մեծ եռագույնը պարզած, իսկ արդեն հուշահամալիրում անմար կրակի մոտ ուսանողներն ու դասախոսները ձեռք-ձեռքի տված կիսաշրջան կազմեցին ու մոմավառությամբ իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված։ Զոհերի նվիրված հուշակոթողի սրտում վառվող կրակին մեկտեղվեց հայր մեժն ու ձուլվելով այդ սրտից ելնող ծխին հառնեց երկինք։ Զհաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և հող մեզ պարտից մեր, որ մեզ և մեկ հող մերոց պարտապանան, և մի տանիշ մեզի կորպիսում, այդ պրկյաց մեզի չալեր, զիքոյ արխայի